Լուսնե ջան, ես որոշել եմ հենց կռիվը պարսնի Ուկրաինայի, այդ իրոք որոշել եմ։ Ռուսերենով մի հատ լայվ եմ մտնելու, ռուսերենով։ Դե ասեմ Զելենսկուն եմ ասելու, էլի, դե ասեմ գրավեց ռուսը, գրավեց, չէ՞։ Ինչ ուզում էր վերցեր, չէ՞։ Դենդիս բնականա հենց ինձ լսի սենց համ, չէ՞։ Դե ասեմ այս սատկացը, գերեզմանները, մուրը, ցեղը, տազգուտակը ու կֆուրտամ։ Այդքան մարդի տարար կոտորիր։ Դի չգրավեր վերջում։ Մի ցելի պետություն, Եվրոպայի ամենամեծ պետությունը, խի քանդու քարափարիր արա։ Չպետք է գրավեր։ Բաց չի որ ռուսը պիտի գրավեր, որ դավոյի նման ուղեղով մարդ ասում էր, որ ռուսը վերցնելու է, նախկին սայլը սաղ վերցնելու է։ Բաց չի որ դի վերցեր։ Բաց չի ատոմային բոմբը ասել եմ։ Մի օր երբ ռուսերեն պետություն եմ խոսացած, Ռուսաստանը մեծ տարածում է ստացել։ Ասել եմ ատոմային բոմբը կբերի կմտնի համակնգանը, համապատասխան տեղը կներեք Լուսնե ջան։ Ամենավերջում։ Չի կարա անի, կանի։ Որ այդ սաղ կարա անի, դու ես այդ կռվում, կոտորում իզուր։ Համի ավելի լավ չէր Ուկրաինա պետությունը մնացած լներ, այդ միլիոնից ավել մարդիկ զոհված չլնեին, դուք էլ նույն ազգն եք կարա։ Այն տարբերակներ չելի չեչեն չեն, որ ասես չեչենը այն վաղ որ կնենք ասեր ախպեր, մեզ մարդ ասում ավելի լավ մեռնեմ, քան ռուսի հետ ապրեմ։ Համի մենք էլ Թուրքիա հետ տենց կասենք, չէ՞։ Էդի հասկանալ է, որ մենք թշնամի ենք։ Արա դուք նույն ազգն եք, այն ասում։ Նույն ազգն եք։ Հասկանում ես, այսի պիտի ես եթերով, պիտի հենց պատերազմը պրծա, մի հատ ռուսերենով մտնեմ լայվ ու այդ Զելենսկուն ասեմ։ Դասեմ գրավեց ռուսը։ Ու ամենավերջի կֆուրը տամ, բախի այդքան մարդ կոտորիր։ Դու քուն տանիքից մեկը սատկել, Զելենսկի։ Դու քումար նստած տեղը հայրենասիրություն ես խաղում, հələ այդ զոհվողներին հարցներ ուզում ես զոհվեին։ Բաղոր տենց հա, ուզում ես գնդա դու կռվի, դե գնդա դու զոհվի դե։ Ով ուզում է թող հետա կռվի։ Մարդան զորով տանեն կոտորում են, հայրենասիրություն են խաղում։ Հա, այսինքն ուզում ասեմ նույնիսկ Նիկոլի կերպարն է, հələ նա ավելի վերան երևի։ Ավելի վերան անասունանա։